Թբիլիսին փորձում է Բաքվի համբերությունը, պնդում է Ադրբեջանի կառավարամետ Մինվալ լրատվականը։ Բաժակի վերջին կաթիլը դարձել է ադրբեջանական վառելիքի Վրաստանի տարածքով Հայաստան միանվագ անվճար տեղափոխման որոշումը։ Հաջորդ փոխադրումների գինը տասնյակ անգամներով բարձր են նշել, քան մյուսների համար։ Թբիլիսիի այս ժեստն ավելի է բորբոքել կրակը։ Բաքվի կառավարամետ լրատվականը Թբիլիսիին հորդորում է ուշքի գալ, քաղաքական հասունություն դրսևորել, վերադառնալ կառուցողական դաշտ։ Հակառակ դեպքում Բաքուն այլընտրանք կգտնի։ Ադրբեջանն արդեն սկսել է գնահատել իր սեփական հնարավորությունները այլընտրանքային լոգիստիկ առանցք ձևավորելու համար։ Խորհրդային տարիներին կար Բաքուն Ղազախի հետ կապող երկաթուղի, որը շարունակվում էր դեպի Իջևան։ Բաքուն այսօր քննարկում է այս հատվածի վերականգնման հնարավորությունը ներկայիս Ղազախից մինչև Հայաստանի հետ պայմանական սահմանը։ Ուսումնասիրվում են տեխնիկական պարամետրերը, ուղու վերականգնման ժամկետները, որոնք թույլ կտան որոշակի փոխադրումներ դուրս բերել վրացական կախվածությունից։ Զուգահեռաբար ուսումնասիրվում է լիարժեք երթուղիների տարբերակը, քննարկվում են այլընտրանքային միջանցքները և դրանց տնտեսական կենսունակությունը։ Ադրբեջանական կողմն արել է իր հետևությունները, այժմ ասում են հերթը Թբիլիսիինն է։ Նման միանվագ որոշումները չեն լուծում հիմնարար հարցը, որն է Թբիլիսիի իրական դիրքորոշումը երկարաժամկետ սակագների և մաքսատուրքերի վերաբերյալ։ Եվ ամենակարևորը, ում շահերն է ձևավորում այս քաղաքականությունը, որն այդքան անսպասելի է այն երկրի համար, որը տասնամյակներ շարունակ ապավինել է Բաքվի աջակցությանը և կառուցվածքային օգուտներ է քաղել իր տարանցիկ կարգավիճակից։ Բաքվից վստահեցնում են, որ Թբիլիսին ցուցադրում է վարքագծի այնպիսի մոդել, որն ավելի շատ նման է տարածաշրջանային փոխադարձ վստահության տորպեդահարմանը, քան ռացիոնալ տնտեսական ռազմավարությանը։ Տարածաշրջանում տրանսպորտային նոր ճարտարապետության ստեղծման ֆոնին Վրաստանի քայլն անսպասելի էր Ադրբեջանի համար։ Վրացական կողմը 111 կիլոմետրանոց տարածիկ հատվածի համար առաջարկել է $92 1 տոննայի համար։ Առաջին հայացքից սա կարող է ստանդարտ գին թվալ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում նմանատիպ բեռի տեղափոխման սակագինը 40 անգամ, իսկ Վրաստանի տարածքում 20 անգամ ցածր է այն սակագնից, ինչը վրացական կողմն առաջարկում է դեպի Հայաստան երթուղու համար։ Նման վարքագիծն անխուսափելիորեն տարակուսանք է առաջացնում։ Սա խաթարում է առանցքային գործընկերոջ վստահությունը։ Վրաստանի ներկայիս լոգիստիկ մենաշնորհն այլևս միակ այլընտրանքը չէ։ Տարածաշրջանային կապի նախագծերը զարգանում են և հին ճարտարապետությունն ուժային ճնշման միջոցով պահպանելու փորձերը միայն արագացնում են դրա քայքայումը։ Արձագանքը հնչում է ոչ թե ներկա, այլ նախկին իշխանությունից։ Միխեիլ Սաակաշվիլին է պնդում, Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Հարցն այն է, որ Ադրբեջանը պատմական որոշում է կայացրել պարբերաբար նավթամթերք մատակարարել Հայաստանն, ինչն այս փուլում հնարավոր է միայն վրացական երկաթուղիների միջոցով։ Նրանք այնպիսի սակագին են սահմանել, որ ավելի լավ կլիներ միանգամից ոչ ասեին։ Անհնար է, որ Իվանիշվիլին չիմանա, որ ոչ ոք չի կարող վճարել այդքան բարձր գին, ուստի այստեղ նպատակը Հայաստան-Ադրբեջան մերձեցման քաղաքականությունը խոչընդոտելն է, ասել է Սաակաշվիլին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։